մեր քիչ է սուրբացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արծար ու համը մեր բերանի, մեր լեզուն զուխներ մեր դան մեր գշին աշխարի մեջ, նա աղներ մեր ինքնության էության խորհուրդը մեր։ Արյունից ավելի ցանկ, մեր խումունքն ու գույնն է մեր լեզուն մենք ենք որ գանք, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում որ այսքան մերը լինի, մեր լեզունն է խիչ սուրբացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արծար ու համը մեր բերանի, մեր լեզուն զուխներ մեր տան մեր գշին աշխարի մեջ, նա աղներ մեր ինքնության էության խորհուրդը մեր։ Մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի ցանկ, մեր խումունքն ու գույնն է մեր լեզուն մենք ենք որ գանք, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում որ այսքան մերը լինի, մեր լեզունն է խիչ սուրբացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արծար ու համը մեր բերանի, մեր լեզուն զուխներ մեր տան մեր գշին աշխարի մեջ, նա աղներ մեր ինքնության էության խորհուրդը մեր։ Եվ անչափ սիրելի մեր փոքրիկներ, այսօր յուրահատուկ տոն է Ոսկեպարի դպրոցում, այսօր մեր առաջին դասարանցիները պետք է սովորեն գրել տառերը, առաջին տառը իհարկե դա մեր Այբուբենի առաջատարն է, ատառը, որին և նվիրված է այս փոքրիկ շքահանդեսը։ Մեր հայոց Այբուբենի ստեղծման պահից երկար ճանապարհ է անցել, այդ ճանապարհին բազում դժվարություններ է հաղթահարել, մինչև եկել հասել է մեզ։ Մեր Այբուբենը ամեն մի մանկան հետ նորից է նորանում, թեև նա հին է, երկար պատմություն ունի, բայց ամեն մի հանուկի հետ նա նորից է ծնվում, ավելի գեղեցկանում, ավելի շքեղանում։ Այդ իսկ պատճառով այսօր այս գեղեցիկ տոնը նվիրում են ատառին, Այբուբենի առաջատարին, որը երկար դարեր գլխավորել է մեր տար զինվորներին, տարել բազում պայքարներ, պատերազմներ և եկել հասել է մինչև մեր դարերը։ Եկեք մեծ շուքով դիմավորենք
Սիրելի փոքրիկներ, ատառը այն կախարդական բանալին է, որի միջոցով մենք պետք է բացենք հեքիաթի աշխարհի կախարդական դռները։ Այն կբացվի միայն այն ժամանակ, եթե դուք ձեր գեղեցիկ ելույթներով, երգերով, պարերով, բանաստեղծություններով կարողանաք սիրաշահել ատառին։ Այսինքն, նա մեր առաջ կբացի իր դռները այն ժամանակ, երբ մենք գեղեցիկ բանաստեղծություններով կհիացնենք նրան։ Առավոտյան արևին կա, արթնանում են աջիկները կա, ափաղաղն է թռչում կզորի, անտառին է յուր կանչում։ Ատառը անձրև կա և անձրև, ատառը վաստղեր կան և արև, ատառով է տատիկի և ակնոցն է պապիկի։ Ես ատառն եմ հայկական, հայոց տառերի արքան, ես առյուծն եմ ու արծիվ, անձեր անջիվ, ես ասպետն եմ քաջարի, ալիքներն եմ ծովերի, ես ատառն եմ հայկական, հայոց տառերի արքան։ Դե եկեք, սիրելի փոքրիկներ, ատառով կազմենք բառեր, նրանցով էլ կազմենք նախադասություններ։ Ով կարող է ասել, ատառով ինչ բառեր են սկսվում, այդ դուք նայեք այս ձևավորումներին և տեսեք, թե ինչ կարող եք ասել։ Ձեր ատառով ինչ եք տեսնում այստեղ երեխաներ։ Ասա, Իլյա։ Արագի, ապրես, ուրիշ, ասա։ Այրակ։ Փոքրիկներ, նայրի ասա, ատառով ինչ ունենք մենք։ Ատառով ինչն է, որ շողում է այնպես պայծառ։ Ատառով արևն է, արևը շողում է, կարող ես արևի մասին մի բան ասել, բանաստեղծություն կամ փոքրիկ երգ։ Ասա։ Արև, արև։ Արև, արև եկեք, զիզիկարի Սև ամպեր հեռացեք, արևին ճամփաբացեք, նրա լույսին է կարող, արև, արև եկեք, զիզիկարին բերեք։
ապրես նստի, ուրիշ, ինչ բառեր կարող եք ասել ատառով, այ նայեք այս նկարներին, աչուկ, ճիշտ է, ասա Շորինե, արյուծ, ուրիշ, ասա, աղձիկ, ճիշտ է, Արարատ, դու էլ ասա։ Արարատ ասա տեսնեմ, այ ինչ է տեսնում ատառով այն շքեղ լեռը, ինչպես է կոչվում։ Մեր Արարատ, Սուրբ Սարը չէ, մեր աստվածային Արարատը, որդիքներ է անուշանքերին և ծխում է հանձնարարել խաղաղության չիբուխներին, էլ ինչ լեռներ գիտեք, որոնք սկսվում են ատառով, հայկական մեր լեռների։ Լեռներ, Ասա գերոջան։ Արագած, կարող ես ասել արագածի բանաստեղծությունը, մի փոքրիկ հատված։ Դու արագած, արմած բաղան, կայծակեղեն թրերի, ուրիշ, արալեր, անդող, չէ, ուրիշ, ատառովա ինչ գեղեցիկ թռչուններ կան։ Ասա, աղավնին, ապրես, աղավնին, ինչի խորհրդանիշն է երեխաներ։ Աղավնին ինչի խորհրդանիշն է։ Աղավնին ինչի խորհրդանիշն է։ Աղավնին մենք ինչ ենք ասում աղավնին։ Ասա։ Ձեր լիպջասնեք, ասա։ Ինչ։ Այո, խաղաղության խորհրդանիշն է, դրանվար մենք դրան կոչում ենք խաղաղության աղավնին։ Այո, ատառով աղվեսն է։ Աղվեսն ինչ է անում, այն նկարում ինչ է անում աղվեսը։ Ակլորի հովանը։ Էլիա, դու ասա, ատառի նվիրված բանաստեղծություն, արիստե, մաներ, Արևից ծնված առաջին մեր անուշացի անաղատաղն է։ Շողինե, Դու տենչանքիս ավետարան առաջին ծիրն իմ երազի, ազատություն դարձիր կյանքում ու տարածվիր անուշազայն, թող քո կնքուր թևերի տակ, բերկրան կապտի աստ իմ համար։ երեխաներ, իսկ ով կարող է ասել այնպիսի նախադասություններ, որտեղ բոլոր բառերը սկսվում են ատառով, բոլոր բառերը, ով կարող է ասել։ Յուլիա, Արի, Առավոտյան աշխարհույսին արթնացրեց, չէ, արթնացրեց ում, Անիին, Անահիտին, Արմենին, Աշոտին, Արտավազդին, չէ, ապրես նստի, ուրիշ, Նայրի, Արի, Արևն առած ատառը, աստվածային Արարատի ուսն է հանում, Արարատը ուսի անում, արա լեռան, ուսն է հանում, արա լեռան, ուսն է հանում, և այդպես թագադրում է առավոտը, չէ, նստի, Էլով կարող է ասել, մանե, արի, արիստե, դեմքով ուտերնայի, ասի, Արևն ասավ ամպիկին, անի աշկին աղթնացնե, ու աղվեսին հյուր կնանք, ապրես, նստի, հիմա պարում ենք բոլորը, Դուք եք բարեկեք
Սիրելի փոքրիկներ, ատառը մեզանից ունի նաև մի պահանջ, սակայն այս պահանջը այս պահի համար չէ, ոչ էլ մի որոշակի ժամանակահատվածի համար, այն մեր ամբողջ կյանքի համար է։ Ատառը մեզանից պահանջում է սիրել մեր մայրենի լեզուն եւ աշխարհի ով ծագում էր լինել, միշտ պահեք եւ պահպանեք մեր գեղեցիկ մաքուր հայերենը։ Այն մենք պետք է պահպանենք ամբողջ կյանքի ընթացքում։ Ամեն։ Մեր շուրջը լեզուներ նորին, մեր շուրջը խոսում են այլորեն, եկ խոսենք եղբայրի հայերեն, ուր չերտանք այս աղաղակունին, թուր չտանք մեր լեզուն ավերեն, եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն։ Մենք ունենք աշխարհում ասիսար, այդ սար գալիս է դարերեն, նա անվերջ խոսում է հայերեն։ Այս օտար աշխարհի ցրտերում, եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն, եկ վառենք ու վարվենք հայերեն։ Հայոց լեզուն, արի եղբայր, բարաբանենք, մեր կաղտրաբար հայոց լեզուն, մեր սրտի ջուր, մեր ձեռքի տուր, մեր օգուգան հայոց լեզուն, խոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից, արաքսի պես միշտ կենդանի, միշտ անսպար հայոց լեզուն։ Նա առաջին կանչն է եղել դուցածնական մեր նախահոր, օրորոտից մեզ պայփայել է մայրաբար հայոց լեզուն։ Քրտողահայտ խորենացուց մինչև փուչակի գրծարան տվել է մեզ երազույեք և ճանապարհ հայոց լեզուն։ Կմոլորվենք մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկոչենք եթեճամփին ձգոսկուտար հայոց լեզուն։ Ուրեմն երբ կարավանենք հայլեցնենք ջրի նման, որ զրնգա արևելակ հավեք պայծառ հայոց լեզուն։ Ուրեմն սիրելի փոքրիկներ, եկեք այս գեղեցիկ պահին խոստանանք, որ ուր էլ լինենք միշտ մենք խոսենք մաքուր գեղեցիկ հայերենով։ Իսկ հիմա որպես ուժ ես ուզում եմ մեր առաջի դասարանցիներին նվիրել իմ ձեռքով պատրաստված այս ուրեմն փոքրիկ հուշանվերը, որը ուրեմն ատառի խաչքարն է, որը գտնվում է Օշականում։ Thank you.
Հայաստանի արդիվ, այս տոնը ձեզ համար ստեղծեց ձեր սիրելի ընկեր Նինան։ Շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ ձեր յուրաքանչյուր օրը վերածվի իսկական տոնի։ Շնորհավոր։ Իրավ, քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, իրավն ասին, բայց որ քո հայ լեզուն չունես, էլ ինչ հույս ես քո Մասիսին, որ թողել ես քո մայրենին, հարամ է քեզ հայոց գինին, հարամ է քեզ աղջիկն հայոց սիրտը Մասիսն հայոց, մայր հայրենին էլ ինչ սրտով քո ոտքերն է գրկեվարդով, աղ չէ, Մասիսը հալալ է քեզ, հայոց վշտում դու մեղ չունես, հալալ է քեզ հողն հայրենի, թող քեզ ջուրն էլ դառնա գինի, քանզի հայոց վայց փյուրքում պանդխտությունն է դեռ պոկում հայ բերանից հայոց լեզուն, օտարն հայոց մահն է ուզում, բայց նա հայ է ու ֆովազի առնախուն երախունն էլ իր մայրենի լեզվով խոսի, մոր կաթի հետ ծծած լեզվով, որ հայ գետը ծով ծնի ծով, ժխորում էլ Բաբելոնի, խոսի լեզվով իր մայրենի, հայոց լեզվով, որ միշտ ջահել, մեզ բյուր դարեր հայ է պահել։